Հանրային քննարկման է դրված նոր նախագիծ, որով նախատեսվում է կատարել փոփոխություններ քրեական դատավարության օրենսգրքում։ Նախատեսվում է ներմուծել դատաքննության ողջամիտ ժամկետներ, համաձայն որի առաջին ատյանի դատարանում եզրափակիչ դատական ակտը պետք է կայացվի վարույթը ստանձնելու օրվանից հետո 1 տարվա ընթացքում։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ուղղված է արդար դատաքննության բաղադրատար հանդիսացող գործի քննության ողջամիտ ժամկետի ապահովմանը եւ քրեական գործերի քննության տևողության կանխատեսելիությանը։ Նախատեսում ենք, որ քրեական վարույթներով դատանում քննությունը պետք է ավարտվի ողջամիտ ժամկետում, ոչ ավել քան 1 տարին վարույթ ընդունելուց մինչև դատավճիռը, բացառություն կազմեն այն դեպքերը, երբ գործի բարդությամբ, ծավալով եւ գործի մի շարք այլ առանձնահատկություններով պայմանավորված դատարանի կողմից պատճառաբանված որոշում կկայացվի, ժամկետը երկարացնում մինչև 1 տարով, այսինքն մինչև 3 անգամ դատարանը հնարավորություն կունենա մեկական տարով առավելագույնը երկարացնել, այսինքն ընդհանուր առմամբ գործի քննությունը չպետք է գերազանցի 4 տարին, բայց նորից կրկնեմ, մենք հակված ենք մտածելու, որ քննությունը որպես կանոն պետք է ավարտվի մինչև 1 տարվա ընթացքում։ Փոփոխության հիմնական նպատակը արդարադատության համակարգի ծանրաբեռնվածությունը թոթափելն է, գործերի մասնակիցների արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Որևէ իրավական արգելք չկա նման նախագծով հանդես գալու եւ ըստ էության նման փոփոխությամբ հանդես գալու, սակայն մեկ այլ բան է, թե պրակտիկ կյանքում դա ինչպես հնարավոր կլինի իրականացնել։ Որոշակի ժամկետներով դատարանները հիմա եւս կաշկանդված են, ընդ որում սահմանադրական դատարանը բոլորովին վերջերս նաեւ որոշում կայացրեց, որով անդրադարձավ պաշար ջանասիրությանը։ Այսինքն, եթե նայենք իրավական մեխանիզմներին, այնպես չէ, որ դրանք առհասարակ բացակայում են, բայց իրական կյանքում պատկերը այլ է։ Եվ պետք է ասել, որ գործերի ձգձգման վստահաբար առյուծի բաժինը չէ, որ այսպես ասած դատարանի դաշտում է գնդակը գտնվում։ Շատ դեպքերում իրոք դատարանները ջանասիրաբար նշանակում են դատական նիստեր եւ իրենց լիազորությունների շրջանակներում գործարկում բոլոր մեթոդները, որպեսզի ողջամիտ ժամկետները պահպանվեն, սակայն դա հնարավոր չի լինում անել։ Առաջին ատյանի դատարանում եզրափակիչ դատական ակտը պետք է կայացվի վարույթը ստանձնելու օրվանից հետո 1 տարվա ընթացքում, սակայն հիմնավոր պատճառի դեպքում այն կարող է երկարաձգվել։ Ուշացած արդարադատությունը դա հավասարազոր է չկայացած արդարադատությանը։ Եվ մենք պրակտիկայում ունենք շատ դեպքեր, երբ որ այդ արդարադատությունը շատ երկարում է ինչ-ինչ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Մենք բոլոր հնարավոր գործիքակազմերով փորձում ենք այդ արդարադատության իրականացման ժամկետները հնարավորինս կրճատենք, մյուս կողմից նաև չխաթարելով հենց արդարադատության բունեությունը։ Այս նախաձեռնությունը հենց այդ նպատակին է միտված եւ մենք գտնում ենք, որ որոշակի նաև այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատարանների ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնելու արդյունքում հնարավոր կլինի ժամկետները էականորեն կրճատել։ Նշված սահմանափակումները Գևորգ Քոչարյանի խոսքով դատավորների համար են։ Ժամկետների խախտումների դեպքում պատասխանատվությունը կկրի դատավորը։ Ժամկետի սահմանափակումը հենց դատավորների համար է, այսինքն այս ժամկետների խախտումը, եթե նման դեպքեր լինեն, չի հանգեցնելու ուրեմն գործի կարճման, լինի դա արդարացնող կամ մեղադրական ինչ-որ ելքով, սա կարող է հանգեցնել բացառապես դատավորի հանդեպ կարգապահական պատասխանատվության։ Մասնագիտական համայնքի ներկայացուցիչների կարծիքով փոփոխությունները ամբողջությամբ չեն լուծում պրակտիկայում առկա խնդիրները։ Այս դեպքում ոչ թե պետք է մեթոդներ գտնել դատարանին ժամկետներով ճնշելու, այլ ընդհանրապես պետք է ավելացնել դատավորների թիվը, անգամ դեպքեր ունենք մարզերում կամ նաև Երևանում, որ կա անհրաժեշտ դատավորների թիվ, բայց տվյալ նստավայրում քիչ են դահլիճները եւ դատավորները ստիպված
ստիպված են լինում միմյանց միջև կիսել, այսպես ասած, դահլիճները։ Այն նման խնդիրների լուծումը այլ ավելի տեսանելի եւ գործնական կլինի նաեւ արդեն Երևան քաղաքացիների աչքին։ Այդ ժամկետները նաեւ օրինակ պատկերացնենք մի իրավիճակ, երբ արդեն գործը քննվում է դատանում, օրինակ կողմերից մեկի միջնորդությամբ պետք է կրկնակի լրացուցիչ փորձաքննություններ եւս նշանակվեն կամ որևէ վկային դժվար է լինում բարձր գտնվելու վայրը եւ հարցաքննել։ Սրանք դեպքեր են, որով պայմանավորված անընդհատ կարող են դատական նիստերը տևական ժամանակ ձգձգվել։ Դատավորի փոխարինման արդյունքում վարույթը ստանձնած դատարանը սույն հոդվածի առաջին մասի առաջին կետով նախատեսված հարցը քննելուց հետո կարող է քննարկման առարկա դարձնել վարույթը ընդհատված պահից շարունակելու հարցը։ Վարույթը ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կրկին հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը, իսկ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված այլ հարցերը չեն քննարկվում եւ վարույթը շարունակվում է ընդհատված պահից։ Փոփոխություններից մեկը դա դատավորի փոխարինման դեպքում հնարավորության ընձեռումն է օրենսդրական, որպեսզի կողմերի կարծիքը հաշվի առնելով, գործի առանձնահատկությունները նաև հաշվի առնելով, դատավորը հնարավորություն ունենա որոշում կայացնելու դատական վարույթը շարունակելու մասին։ Ներկայիս գործող օրենսդրությամբ դատավորի ցանկացած պատճառով փոխարինման դեպքում գործի քննությունը սկսում է նորից եւ այստեղ շատ մտահոգիչ վիճակագրություն ունենք 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 30-ը վիճակագրություն ենք ստացել, շուրջ մի փոքր ավել քան 3 տարվա, վերաբաշխվել է 3739 քրեական գործ։ Դա նշանակում է, որ այս 3 տարվա ընթացքում 3739 քրեական գործերով գործի քննությունը սկսվել է նորից։ Դրանցից շատերով առկա են եղել կալանավորված անձիկ, սա հանգեցրել է մի վիճակի, երբ ունենք բազմաթիվ 5 եւ ավելի տարով կալանավորված անձիկ։ Այսպիսով փոփոխությունները կբացառեն կամ կնվազեցնեն դեպքերը, երբ դատավորների բացարկի, ինքնաբացարկի կամ այլ պատճառով փոփոխության դեպքում վարույթը սկսվում է նորից, իսկ մասնակիցները տարիներ շարունակ սպասում են դատական ակտին։ Իմ վարույթներից մեկով Տավուշի մարզի դատարանում 3 դատավոր է փոխվել եւ մենք դժոխ ենք ներկայացնում մեղադրյալը, այսպես ասած, հնարավոր ամեն ինչ անում է վաղեմության ժամկետներն անցնելու, այսպիսով պատժից ու պատասխանատվությունից խուսափելու համար եւ հիմա լսում ենք, որ այն դատավորը, որ արդեն գործի ավարտական փուլ են հասնում, գրեթե կրկին կամ առաջխաղացման ցուցակում է կամ պետք է տեղափոխվի Երևան։ Պատկերացրեք այդ դժողի իրավահաջորդների եւ իրենց հարազատը մահացել է ՃՏՊ-ի արդյունքում, նրանց վիճակը այս դեպքում անձը հույսը կապում է արդարադատության հետ եւ պատկերացրեք այդ անձի հավատը դեպի արդարադատությունը, երբ որ 3 դատավոր փոխվել եւ վարույթը 0-ից է սկսվել եւ հիմա կա կրկին այդ ռիսկը, այս դեպքում եթե հանկարծ դա եւս կատարվի, արդեն անհնար կլինի վաղեմության ժամկետները պահելը, այսինքն ակնհայտ կլինի, որ մեղադրյալը խուսափելու է պատժից ու պատասխանատվությունից։ Կարգավորման մշակման փուլում քննարկվել են տեսական եւ գործնական բոլոր հիմնավորումները։ Գևորգ Քոչարյանի խոսքով մեխանիզմը չի խախտում արդարադատության սկզբունքները եւ կողմերի իրավունքները քրեական դատավարությունում։ Կարծում ենք, որ որևէ մեկի իրավունքը այստեղ չի սահմանափակվում, չի խախտվում եւ այս դեպքում նաեւ նախատեսել ենք պաշտպանի պարտադիր մասնակցություն, որպեսզի այստեղ նաև պաշտպանության կողմը մեղադրյալը պրոֆեսիոնալ պաշտպանությամբ ապահովված լինի եւ կարծում ենք, որ բոլոր հնարավոր երաշխիքները ապահովված են, մյուս կողմից էլ հնարավորություն է տրվում էական ժամկետ կրճատել։ Նախագծի ընդունումը բխում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կոնվենցիայի պահանջներից եւ Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-ից 2026 թվականների ռազմավարությունից։ Մի կողմից ողջամիտ ժամկետի արդար դատաքննության իրավունքն է, մյուս կողմից կոնվենցիան Մարդու իրավունքների Եվրոպական
դատարանի կոնվենցիոն նաև մոտեցումը այնպիսին է, որ յուրաքանչյուր դատավոր ինքը անձամբ պետք է կնդրի, լսի վկային, որից հետո կարողանա հիշատ գործով վերձիկ կայացնել։ Այսինքն, տեսեք, յուրաքանչյուր դատավոր կարող է սուբյեկտիվ ընկալել եւ իր մոտեցումը ունենալ տվյալ ապացույցի հետազոտման մասով։ Մի կողմից ունենք այս խնդիրը, բայց մյուս կողմից էլ իրոք կան բազմաթիվ դեպքեր, որ օրինակ դատավորի փոփոխությունը մարզերից հաճախ դատավորները տեղափոխվում են Երևան եւ գործերը, այսպես ասած, դոփում են տեղում։ Փոփոխությունները նախատեսվում նաև պահեստային դատավորի ինստիտուտի կիրառման հետ կապված։ Նախորդիվ ներդրվել էր պահեստային դատավորի ինստիտուտը, որը նույնպես նպատակ է եղել է ժամկետների կրճատման այն դեպքում, երբ որ դատավոր կփոխարինվի կամ բացարկի հարց կառաջանա, բայց փաստացի այս ինստիտուտը երբևէ չօգտագործվեց, երբևէ դա կիրառություն չունեցավ, ինչը ունի նաև իր օբյեկտիվ պատճառը, որովհետև մենք ունենք դատավորների ծանրաբեռնվածություն եւ դատավորների քանակասղություն եւ այդ պահեստային դատավորը, որ պետք է ամբողջ այդ վարորդային գործողությունների ընթացքում նստեր հիմնական դատավորի կողքը եւ հետեւեր այդ գործի ընթացքին, որ ըստ անհրաժեշտության փոխարիներ եւ նորից չսկսվեր դատական այդ վարորդային գործողությունների իրականացումը, ըստ էության դրա հնարավորությունը արկա չի եղել եւ դա երբևէ չի կիրառվել։ Մյուս կողմից նաև հաշվի առնելով, որ մենք այլ փոփոխություններով ենք փորձում այդ խնդիրը լուծել, կարծում ենք, որ պահեստային դատավորի ինստիտուտը արդեն իսկ իմաստազրկվում է։ Նախագիծը հանրային քննարկման համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 6-ը։ Սույն օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։